Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը վերսկսել են ծանր հարվածներ հասցնել մեկը մյուսին։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցնել Հորմուզի նեղուցում տեղակայված Իրանի պաշտպանական կառույցներին, ինչպես նաեւ նավահանգիստներին։ Դրանի պատասխան Իրանը շարունակում է հարվածներ հասցնել եւ ամերիկյան ռազմական նավերին եւ հիմնականում Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին։ Անկարայի տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո սպասելի էր, որ պատերազմը վերսկսվելու է, հատկապես Թրամփի այն հայտարարությունը, թե Իրանի հետ այլևս իմաստ չկա բանակցություններ վարել։ Այստեղ կարելի է արձանագրել մի բան. Իսրայելը կարողացավ հասնել հաջողության հերթական անգամ եւ կարողացավ փխրուն խաղաղությունը խախտել, համոզել Միացյալ Նահանգներին վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Բայց այս անգամ միայն Իսրայելը չէ, կարծում ենք այստեղ իր դերակատարումը ունեցել է նաեւ Թուրքիան։ Չնայած թուրքական կողմի հավաստիացումներին, թե իրենք կողմ են տարածաշրջանում խաղաղության ապահովմանը եւ այլն, Թրամփի հայտարարությունները, թե հենց Էրդողանի պատճառով է ինքը եկել Անկարա, եթե Էրդողանը չլիներ, ապա ինքը չէր մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, խոսում է այն մասին, որ Թուրքիայի դերը գնալով ավելի է մեծանալու տարածաշրջանում։ Իսկ տարածաշրջանում Թուրքիան եւ Իրանը բնական մրցակիցներ են, բնական հակառակորդներ են, բայց նաեւ բնական դաշնակիցներ քրդական հարցում։ Հետևաբար Թուրքիան շահագրգռված է, որպեսզի իր դերակատարությունը բարձրանա Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում, բայց դրան զուգահեռ նաև իջնի Իսրայելի դերակատարումը։ Իրանը հերթական անգամ զոհ է դառնում թուրք-իսրայելական մրցակցության, թե ով է ավելի խելացի եւ ով է ավելի զորեղ եւ ով է ավելի կարեւոր Միացյալ Նահանգների համար։ Իսկ պատերազմը շարունակվում է նոր մարդկային զոհեր բերելով, նոր ավերածություններ բերելով, բայց վտանգը կայանում է նրանում, որ ինչ որ մի փուլում պատերազմը կարող է առհասարակ դուրս գալ վերահսկողությունից, ընդգրկելով նոր պետություններ եւ նոր տարածքներ։ Սպասենք տեսնենք, թե իրադրությունը ինչպիսի զարգացումներ է ունենալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Միացյալ Նահանգների քաղաքականության հետ է կապված այս անգամ հետխորհրդային տարածքում եւ ողջ Եվրազիայում։ Այդ հարվածների արդյունքում վնասվել է նաեւ ԱԿ շրջանում տեղակայված կամուրջը, որը գտնվում է Իրանի հյուսիսում եւ Թուրքմենստանի սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովորական կամուրջ է եւ ռազմական գործողությունների արդյունքում կարող է վնասվել ինչպես ցանկացած ենթակառուցվածքային միավոր, բայց դա միայն առաջին հայացքից։ ԱԿ շրջանում տեղակայված կամուրջը հսկայական նշանակություն ունի, քանզի դրանով է Իրանը կապվում Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի պետությունների հետ եւ առանց շփոթվածության կարող ենք նշել, որ նաեւ այս կամուրջը հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ողնաշարն է համարվում։ Իսկ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը նաեւ եվրասիական ինտեգրացիայի համար մեծ նշանակություն ունի։ Այս փուլում կարող են ակտիվանալ Սյունիքի միջանցքի շուրջ եւ Զանգեզուրի միջանցքի շուրջ խոսակցությունները եւ առաջին հերթին իհարկե թրիփի շուրջ խոսակցությունները։ Իհարկե Միացյալ Նահանգները դա անվանում է թրիփ, թուրքական կողմը անվանում է միջին միջանցք կամ Զանգեզուրի միջանցք, իսկ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Հայաստանը որևէ նկրտումներ չպիտի ունենա եւ որևէ կերպ չպետք է խանգարի, որպեսզի այդ միջանցքով միմյանց կապվեն թուրքական աշխարհի երկու մասերը։ Հատկանշական է, որ այս որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Անկարայում հանդիպեցին Էրդողանը եւ Թրամփը։ Առհասարակ այս հանդիպումը նաեւ ճակատագրական է լինելու տարածաշրջանի բոլոր պետությունների համար։ Թրամփին կարողացել են համոզել, որ միջին միջանցքը ավելի կարևոր է եւ որպեսզի Իրանի ազդեցությունը նաեւ Կենտրոնական Ասիայում թուլանա, պետք է որ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը հարձակման ենթարկվի եւ դրա համար կարևոր է թրիփի զարգացում եւ կարևոր է այսպես կոչված միջին միջանցքը։ Ըստ էության տեղի ունեցել փոխանակություն կամ փորձ է արվել փոխանակել հյուսիս-հարավը միջին միջանցքի հետ եւ կարծես թե Էրդողանը այս հարցում հասել է հաջողության։ Եթե դա այդպես է, ապա Հայաստանի համար էլ բավականին լուրջ խնդիրներ են սկսելու ստեղծվել։ Թուրքական կողմը շարունակելու է իր ակտիվությունը եւ Միացյալ Նահանգների միջոցով ստիպելու է Հայաստանին, որպեսզի ինչ որ հարցում հրաժարվի իր հավակնություններից եւ համաձայնություն տա, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան կապվեն իրար հետ առանց Հայաստանի համար ռեալ հնարավորությունների եւ ռեալ օգուտների։ Այն որ 26%-ը պետք է Հայաստանին պատկաներ, սա եւս կարծում ենք հարցականի տակ է լինելու։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրավիճակը ինչպես է զարգանում, ինչ նոր քայլեր է ձեռնարկելու Իրանը, ինչպիսին է լինելու նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը եւ նրանց վերաբերմունքը այս հարցում։ Սպասենք տեսնենք իրադարձությունները ինչպես են զարգանալու։
Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված, բայց կրկին անդրադարձ են կատարում Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Գերմանական Բունդեստագում տեղի ունեցել քվեարկություն, որով եւ իշխանական եւ ընդդիմադիր падգամավորները դեմ են քվեարկել Ուկրաինային Տաուրուս եւ Պետրիոտ համակարգեր մատակարարելու հարցում։ Սա եզակի երևույթ է, երբ Բունդեստագում եւ իշխանական եւ ընդդիմադիր падգամավորները միաձայն են քվեարկում։ Սա նշանակում է, որ կա իշխանությունների կողմից կոնկրետ հրահանգ սահմանափակել Ուկրաինային այս համակարգերի մատակարարումը։ Եթե հիշում եք, Անկարայում տեղ ունեցած գագաթնաժողովի ժամանակ ուկրաինական հարցը երկրորդ պլան էր մղվել եւ առաջնային հարցերի մեջ չէր ընդգրկվել։ Այս հարցին մենք անդրադարձել ենք։ Սա էլ ըստ էության դրա պատասխանն է։ Բունդեստագը առանց ՆԱՏՕ-ի ընդհանուր որոշման չէր կարող գնալ այս քայլին եւ չէր կարող սահմանափակել Ուկրաինային այդ համակարգերի մատակարարումը։ Մի պարզ պատճառով, եթե Տաուրուսը գերմանական արտադրություն է, ապա Պետրիոտ համակարգերը ամերիկյան արտադրանք են եւ առանց Միացյալ Նահանգների գիտության այդ համակարգերը ուղղակի չեն կարող փոխանցվել Ուկրաինային։ Նշանակում է, այստեղ կա նաև Միացյալ Նահանգների կարծիքը եւ նրա դիրքորոշումը, որ Ուկրաինան այս պայն չպետք է ստանա այդ համակարգերը։ Իհարկե Թրամփը նշում էր, թե իրենք ցանկանում են լոկալացնել Պետրիոտ համակարգերի արտադրությունը Ուկրաինայում, բայց դրատվամիջոցները պարզել են, որ Թրամփը մի փոքր այլ բան է նկատի ունեցել եւ մեծ հավանականությամբ Լեհաստանում կարող են այդ համակարգերը արտադրվել եւ ապագայում փոխանցվել Ուկրաինային։ Սա էլ լեհական կողմի լուրջ հնարավորություն է տալիս եւ լեհական կառավարության ձեռքին լուրջ զենք, առանց այն էլ հաշվի առնելով այն վատ հարաբերությունները, որ այս պահին կան Ուկրաինայի եւ Լեհաստանի միջեւ։ Այնպես որ ուկրաինական ճակատում իրադարձությունները նոր զարգացումներ են ունենալու եւ եթե այս համակարգերը չմատակարարվեցին Ուկրաինային, ապա ռազմաճակատում ուկրաինական կողմի դիրքերը բավականին թուլանալու են եւ նրանք հայտնվելու են բավականին ծանր իրավիճակի մեջ։ Պետք է արդյոք սա ՆԱՏՕ-ին նշանակում է ինչ որ հարցով պետք է Ռուսաստանի հետ իրենց հարցերը պարզելու եւ պաշտպանության բնագավառում ուշադրությունը կենտրոնացնելու համար պետք է ծախսերը Ուկրաինայից թեքելու սեփական պաշտպանության համակարգի զարգացման վրա եւ սեփական պետությունների բարեկեցության զարգացման վրա։ Իսկ թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, դա արդեն այլ հարց է եւ այլ քննարկման թեմա։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախապան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։